Թատրոնի եթերում լրատվության ժամն է, տաղավարում աշխատում է Քրիստինե Սուքերսյանը։ Բարի երեկո, մեր եթերում առաջարկում եմ դիտել։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի կապակցությամբ խորհրդաժողովի քարտուղարությունն ամփոփել է հնչած ելույթների եւ ստացած առաջարկների ամբողջ փաթեթն ու դրանք համակարգել մի քանի խմբում։ Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանությունն այդուհանդերձ չլսի հասարակության եւ քաղաքական ուժերի կարծիքը եւ գնան հանրաքվեի, ապա դրա անցկացման օրը պետք է հայտարարել ոչի հանրաքվեի օր եւ սկսել շուրջօրյա համապետական ցույցեր իշխանափոխության պահանջով։ Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծողներին, սակայն կրնկակող հետևել է սուպերմարկետից քաղցրաբլիթ թռցրածին։ Հայաստանում յուրաքանչյուր մարդու, այսպես ասեմ, շարժը, չեմ խոսում Երևանում, ուղղակի ֆիքսված է։ Գաղտնազերծվել էր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շվեյցարական հաշվեհամարը, որտեղից նորից Սուրբ Օծությանը $1 միլիոն։ 1 միլիոնը անձեռնմխելի գումար է եւ 100,000-ը մնացյալ այն շահույթներն են, որ գոյացել են այդ գումարից։ Երևանի 132-րդ դպրոցի 5-րդ դասարաններից մեկը լուծարման վտանգի առաջ է։ Որն է պատճառը, ինչու են բողոքում ծնողները։ Ունենք 11 աշակերտի պակաս, հունվարի 1-ի դրությամբ։ Փետրվարի 9-ից 10-ը երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում ներկայացված կուսակցությունների, ռուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում ԲՀԿ խմբակցության անդամները հանդիպել են Եդինայա Ռոսիա խմբակցության, ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացիայի եւ համերկրացիների հետ կապերի հարցերով զբաղվող հանձնաժողովի, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական խմբակցության անդամների եւ նրա ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու հետ։ Հագեցած ու ծավալուն օրակարգով այցի շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ ԲՀԿ նախագահի եւ պատվիրակության մոսկովյան այցի մանրամասները Ահարոն Հայրապետյանի տեսանյութում։ Փետրվարի 9-ից 10-ը երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում ներկայացված կուսակցությունների, ռուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։ Հագեցած ու ծավալուն օրակարգով այցի շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Քաղաքական հանդիպումների շարքը մեկնարկում է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրացիայի եւ համերկրացիների հետ հարցերի հանձնաժողովում, որտեղ հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ողջունելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանը նշում է. ԵՏՄ անդամակցությունը մեր քաղաքական օրակարգը պետք է դարձնի առավել դինամիկ։ Այսուհետ մենք պարտավոր ենք աշխատել ամենօրյա ռեժիմում։ Շնորհակալ ենք նման ներկայացուցչական այցի համար եւ վստահ եմ, որ մենք կծավալենք արդյունավետ եւ կառուցողական քննարկումներ, որոնք կվերածվեն կոնկրետ քայլերի։ Այս հանդիպումով երկկողմ հարաբերություններին կհաղորդվի սերտ ամենօրյա շփման բաղադրիչ, ներառյալ տարբեր միջոցառումները, կլոր սեղաններ, սեմինարներ, քննարկումներ։ Այս փուլում դրանք առավելապես կարող են վերաբերվել եվրասիական ինտեգրմանը։ Եկել է մեր հարաբերություններն էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու ժամանակը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունելով հանձնաժողովի անդամներին առաջին հերթին նշում է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարավոր պատմություն։ Ունենք համատեղ անցյալ եւ եղած հարուստ փորձը պետք է տեղայնացնել նաեւ կուսակցությունների եւ խորհրդարանական խմբակցությունների համագործակցության մակարդակում։ Առաջին հերթին ուզում եմ ի սրտե ողջունել հարգելի գործընկերներ։ Իսկապես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ հատուկ շնորհանդեսների կարիք չունի։ Այսօր այդ բարեկամության համար մի նոր էջ է բացվել։ Դա Եվրասիական տնտեսական միությունն է։ Այն իսկապես նոր եւ կարեւորագույն հարթակ է եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ է ունենալ մաքսիմալ ներգրավվածություն հայ-ռուսական հարաբերությունների խորացման համար։ Ես ինքս պատրաստ եմ իմ անձնական դերակատարումն ունենալ մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մյուս ոլորտներում եղած հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։ Եթե ուզում ես արդյունք, ապա պետք է պատրաստ լինես աշխատանքի։ Ոչինչ հենց այնպես չի տրվում։ Հարկավոր է կամք եւ ձգտում։ Բարգավաճ Հայաստանն ունի բոլոր ռեսուրսները ամենատարբեր ձևաչափերում Ռուսաստանի հետ կապերն ընդլայնելու համար եւ մենք պատրաստ ենք առավելագույն աջակցել այդ գործընթացին։
Պետական դումայի ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրացիայի եւ համերկրացիների հետ հարցերի հանձնաժողովի եւ ԲՀԿ պատվիրակության միջև հանդիպման ժամանակ կարևորվում են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Դրանցից առաջինն իհարկե ԵՏՄ անդամակցությունն է։ Եթե Հայաստանն ընտրել է աշխարհաքաղաքական այս բլոկը, ուրեմն պետք է ջանքերն ուղղի այս խնդիրների լուծմանը, քանզի օրենսդրական դաշտում կան բազմաթիվ անհարթություններ։ Պետդումայի падգամավոր Տատյանա Մոսկալկովան կարևոր է համարում ԵՏՄ-ին առնչվող օրենքների փորձաքննությունների առաջնահերթ իրականացումը։ Մենք ձեզ հետ հիմա սկսում ենք աշխատել միասնական իրավատնտեսական դաշտում, չունենալով քրեական գործերին տրվող իրավական աջակցության վերաբերյալ միջազգային միասնական փաստաթուղթ։ Մենք առաջին հերթին պետք է նախաձեռնենք փորձագետների խմբի ձևավորում, որը կզբաղվի այս խնդիրներով։ ԵՏՄ թեմային անդրադառնում է նաև падգամավոր Միքայել Մելքումյանը, ով այն կարծիքին է, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում եղած քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական կապերի բովանդակությունն ու մակարդակը զիջում եւ չեն համապատասխանում այն ռազմավարական եւ բարեկամական հարաբերություններին, որ պատմականորեն ունեն մեր երկրները։ Թեպետ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերը, այնուամենայնիվ վերջին տարիների ներդրումների ծավալը շեշտակիորեն նվազել են, եւ սա մտահոգվելու տեղիք է տալիս։ Պետդումայի падգամավոր Սերգեյ Նարիշկինի խորհրդական Միխայել Կրոտովի խոսքով այսօր հայ-ռուսական օրակարգի կարևոր հարցերից ամենաառաջնայինը ԵՏՄ-ն է։ Մշակվում է համատեղ մաքսային կոդեքս եւ այս հարցում կարևոր է նաեւ ԲՀԿ ներկայացուցիչների ներգրավվածությունը։ Զրույցի ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչներն առանձնահատուկ անդրադարձ են կատարում նաեւ ցեղասպանության 100-ամյակի թեմային։ Ռուս գործընկերները համակարծիք են։ Այս թեման պետք է բարձրաձայնվի տարբեր հարթակներում, իսկ իրականացվելիք միջոցառումների շարքը պետք է լինի ընդգրկուն եւ բազմապրոֆիլ։ Հայոց ցեղասպանություն, մեծ ողբերգություն, որի վերաբերել Ռուսաստանն արտահայտվել է շատ կոնկրետ։ Հիմա մենք խորհրդարանական մակարդակում կարող ենք կազմակերպել կամ կլոր սեղան քննարկում, կամ հատուկ ցեղասպանության հարցով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ, կամ էլ Հայաստանի եւ Ռուսաստանի պարլամենտների անունից համատեղ հայտարարությամբ հանդես գանք։ Մեր հանձնաժողովը հանդես է գալիս այդ ոճրագործության դատապարտման արմատական դիրքերից։ Այդպիսի բան այլևս երբեք չպետք է կրկնվի։ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հաստատակամություն է հայտնում ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հարցում լինել եւ նախաձեռնող եւ իրականացնող, քանզի ամբողջ աշխարհը պետք է իմանա պատմական այս իրադարձության մասին եւ հայ ժողովուրդն իսկապես երախտապարտ է, որ նաեւ ռուս բարեկամ ժողովուրդը այս հարցում գտնվում է իր կողքին։ Ռուս падգամավորները, որոնցից շատերը 1 ամիս առաջ Հայաստանում էին, հատուկ ուշադրություն հատկացրին Գյումրիի ողբերգությանը եւ կրկին իրենց ցավակցությունը հղեցին հայ ժողովրդին։ Մեղավորներն ըստ նրանց պետք է արժանանան ամենախիստ պատժին։ Ռուս խորհրդարանականները հատուկ շնորհակալություն են հայտնել ԲՀԿ խմբակցության գյումրեցի падգամավոր Մարտուն Գրիգորյանին Ավետիսյանների սպանությունից հետո քաղաքում հակառուսական տրամադրությունները կանխելու եւ բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար։ Я хочу еще раз поприветствовать особенно члена вашей делегации. Ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել ձեր պատվիրակության այն անդամին, որը վտանգի ենթարկելով կյանքը կանգնեց ռուսական ռազմաբազայի դարպասների դիմաց եւ կասեցրեց վրթովված բազմության առաջխաղացումը։ Դա իսկական հերոսություն էր, որը հատուկ է միայն համեստ եւ մեծ հեղինակություն վայելող իսկական քաղաքական գործչին։ Իսկապես մեր խորին հարգանքը ձեզ։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրի քննչական կոմիտեն ձեր երկրի քննչական կոմիտեիդ համատեղ խումբ է ստեղծել։ Մենք նրա կողմնակիցն ենք, որ հանցագործության քննությունն ու դատավարությունն անցկացվի Հայաստանում եւ թափանցիկ լինի։ Սա ողբերգություն էր ոչ միայն հայերի, այլ նաեւ ամբողջ ռուս ժողովրդի համար։ Հաջորդիվ արդեն ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատվիրակության անդամները առանձին հանդիպում են ունենում Դումայի քաղաքական մեծամասնության Եդինայա Ռոսիա խմբակցության անդամների հետ։ Այս հանդիպման շրջանակներում քննարկված թեմաների շրջանակը եւս բավականին ընդգրկուն է։ Ուկրաինական ճգնաժամ, Հայաստանի ներքաղաքական խնդիրներ եւ ԲՀԿ դիրքորոշում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նկատմամբ։ ԲՀԿ-ի եւ Պետդումայում ներկայացված խմբակցությունների գործակցության սերտացման հերանեկարներ, միջազգային կառույցներում հայ եւ ռուս պատվիրակների փոխադարձ աջակցության հարցեր։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նայիրա Զոհրաբյանի գնահատմամբ երկու երկրների քաղաքական կուսակցությունների միջև գործակցությունը պետք է համակարգված լինի նաև միջազգային կառույցներում աշխատանքի ընթացքում։ Ես որպես ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ ուզում եմ նշել, որ մենք շատ հաճախ չենք կարողանում ռուսական պատվիրակության հետ արդյունավետ աշխատել։ Սա առաջին տարին չէ, որ կա այս խնդիրը։ Կարծում եմ ամենասեղմ ժամկետներում պետք է հայ-ռուսական պատվիրակությունների հանդիպում կազմակերպել, քանի որ մենք քննարկելու շատ բան ունենք։
Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը կիսում են նաև միջազգային կառույցներում աշխատող ռուս գործընկերները, մատնանշում, որ կարիք կա առավել համակարգված աշխատանքի։ ԲՀԿ խմբակցության падգամավոր Վահե Հովհաննիսյանն իր հերթին հետագա գործակցության խորացման համատեքստում կարևոր է համարում դեկլարատիվ հայտարարություններից գործնական քայլերի անցնելու հանգամանքը։ От декларативной пути очень плавно перешли к конструктивному разговору. Շատ լավ է, որ մեր խոսակցությունը այս եւ բոլոր մնացած հանդիպումներում կրում է բաց եւ կառուցողական բնույթ։ Շատ լավ է, որ մենք խուսափեցինք միմյանց միայն հաճելի խոսքեր ասելուց։ Այո, կան ցավոտ թեմաներ, որոնք պետք է քննարկվեն եւ վստահ եմ լուծումներ միշտ էլ հնարավոր է գտնել։ Երբեք պետք չէ կանգ առնել ձեռք բերածի վրա։ Ժամանակակից աշխարհը շատ դինամիկ է եւ մենք կարիք ունենք մշտական ամենօրյա ռեժիմով աշխատելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ավելի խորը եւ սերտ աշխատանքի ձեր առաջարկը ոչ միայն ընդունելի, այլև ողջունելի է։ Եվ մենք Երևան վերադառնալուց հետո անմիջապես ձեռնամուխ ենք լինելու մեխանիզմների հստակեցմանն ու իրականացմանը։ Ուրախ եմ, որ դուք օբյեկտիվ եք պատկերացնում ԲՀԿ-ի աճող հեղինակությունն ու վարկանիշը մեր երկրում, եւ սա լավագույն գրավականն է արդյունավետ աշխատանքի համար։ Հանդիպումների ընթացքում ռուսական կողմը շեշտում է, որ Երևանում հոկտեմբերին տեղի ունեցած խոշոր հանրահավաքների հետ կապված տարբեր ինֆորմացիոն խողովակներով իրենց մոտ մտավախություն է ձևավորվել, որ դրանք կրելու են հակառուսական բնույթ, սակայն ինչպես հետագայում պարզվեց, հայ ժողովրդի բողոքի ձայնը ուղղված էր բացառապես երկրի ներքին խնդիրներին եւ որևէ կապ չուներ միֆ հանդիսացող հակառուսական տրամադրությունների հետ։ Այցի շրջանակներում ԲՀԿ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Դումայի առանձին ֆրակցիաների, առանձին խորհրդարանականների հետ։ Ի թիվս այլ հանդիպումների ԲՀԿ պատվիրակությունը հանդիպում է նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու եւ կուսակցության падգամավորների հետ։ Ողջունելով հյուրերին Վլադիմիր Ժիրինովսկին եւս կարևոր է համարում միջազգային կառույցներում երկու կուսակցությունների ներկայացուցիչների գործակցության ակտիվացման հանգամանքը, հատկապես ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին։ Ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև միջազգային կառույցներում պատրաստ ենք համատեղ աշխատել հայկական խմբերի հետ հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հնչողություն հաղորդելու համար, նշում է նա։ Գագիկ Ծառուկյանն իր հերթին Վլադիմիր Ժիրինովսկուն ապրիլի 24-ի նախօրյակին հրավիրում է Երևան մասնակցելու 100-ամյակի միջոցառումներին։ Վլադիմիր Վոլֆովիչը սիրով ընդունում է հրավերը։ Ի նշան բարեկամության Վլադիմիր Ժիրինովսկին Գագիկ Ծառուկյանին անվանական հուշամեդալ է հանձնում, հույս հայտնելով հետագա արդյունավետ համագործակցության։ Մոսկվայում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած պատվիրակության հանդիպումները Ռուսաստանի Դաշնության քաղաքական տնտեսական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչների հետ շարունակվում են արդեն off record ձևաչափում։ Այցի ավարտին կուսակցության ներկայացուցիչներն ամփոփում են։ Հանդիպումներն արդյունավետ են, ձեռք բերված պայմանավորվածությունները բազմաթիվ։ Առջևում արդեն նախանշված ծրագրերի կենսագործումն ու իրականացումն է՝ ի շահ եւ ի բարգավաճում երկու երկրների։ Ահարոն Հայրապետյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն, Մոսկվա։ Փետրվարի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի կապակցությամբ խորհրդաժողովի քարտուղարությունը տեղեկացրել է, որ խորհրդաժողովին մասնակցել են 15 կուսակցություն, հասարակական 83 կազմակերպության պատվիրակություն, երիտասարդական 39 կազմակերպություն, ուսանողական միություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, 2 տասնյակ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, համաժողովրդական շարժման գրասենյակի պատասխանատուներ։ Խորհրդաժողովի մասնակիցների անունից այսօր միասնական տեղեկանք է տարածվել։ Խորհրդաժողովում հնչած ելույթներն ու ստացած գրավոր առաջարկներն ամփոփելով քարտուղարությունը համակարգել է դրանք մի քանի խմբում։ Մասնավորապես խորհրդաժողովի մասնակիցները խոր մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակի կապակցությամբ։ Անթույլատրելի են համարում Հայաստանում քաղաքական մենաշնորհի գոյությունը։ Երկրում ստեղծված պայթյունավտանգ վիճակը հարվածում է պետության անվտանգությանը։ Խորհրդաժողովը մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին օրեցօր աճող լարվածության եւ Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումների կապակցությամբ։ Խորհրդաժողովի մասնակիցները համարում են, որ Հայաստանի տնտեսության աննախադեպ անկումը ահագնացող արտագաղթ է եւ երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն են Ադրբեջանին թույլատրել դրսեւորել այդպիսի սանձարձակ պահվածք։ Խորհրդաժողովի մասնակիցները համակարծիք են, որ միայն տնտեսապես ուժեղ, առողջ հասարակական մթնոլորտում զարգացող Հայաստանը կարող է երաշխավորել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը։ Կիսապատերազմական վիճակում տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով սահմանադրական հանրակրվեի անցկացումը խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում։ Փաստում են, որ հանրակրվեի անցկացումը ժամանակավրեպ եւ խիստ վտանգավոր միջոցառում է։ Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանությունն այդուհանդերձ չլսի հասարակության եւ քաղաքական ուժերի կարծիքը եւ գնան հանրաքվեի, ապա դրա անցկացման օրը պետք է հայտարարել ոչի հանրաքվեի օր եւ սկսել շուրջօրյա համապետական ցույցեր իշխանափոխության պահանջով։
Խորհրդաժողովը վերջին տարիներին Հայաստանի տնտեսության աննախադեպ տապալման պատճառ է համարում իշխանության իրականացրած տնտեսական քաղաքականությունը։ Ստեղծվել է գերկենտրոնացված տնտեսական համակարգ, որը սպասարկում է փոքրաթիվ անձանց եւ ընտանիքների բարեկեցությունը։ Դրա հետևանքով փակվել են հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ, 100 հազարավոր աշխատատեղեր։ Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատում են, որ հայտնի 12 պահանջների չկատարումը իշխանության բացահայտ արհամարանքն է սեփական ժողովրդի հանդեպ եւ իրականությունից կտրված լինելու լավագույն ապացույց։ Խորհրդաժողովն ահազանգում է, որ արտագաղթի ծավալները եւ երկրում տիրող հուսալքության մթնոլորտը պահանջում են հրատապ լուծում։ Խորհրդաժողովը փաստում է, որ Սփյուռքում ձևավորվում է հզոր շարժում ի աջակցություն համաժողովրդական շարժման եւ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորման։ Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ տասնյակ հազարավոր արտագաղթածներ պատրաստակամություն են հայտնում առաջին իսկ փոփոխությունների դեպքում իրենց ընտանիքներով վերադառնալ հայրենիք։ Խորհրդաժողովում հնչել են կարծիքներ, որ իշխանության մեջ կան պարկեշտ երկրի վիճակով մտահոգ շրջանակներ եւ որ չի կարելի համաժողովրդական պայքարի ընթացքում թույլ տալ անձնական թշնամանքի եւ ատելության միտումներ։ Խորհրդաժողովի առաջարկների փաթեթի հիման վրա կազմվել է հռչակագիր, որը կհրապարակվի առաջիկա օրերին վերջնական ճշգրտումներից հետո։ Ոճ իշխանական եռյակը հայտարարություն էր տարածել, որ պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին 3 ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին, համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու եւ որոշելու նպատակով։ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսել է հանրահավաքի անցկացման հնարավորության մասին։ Բնականաբար հանրահավաքային ալիքի բարձրացման գաղափարը լինելու է այդ բանակցությունների մեխը։ Այսօր Հայաստանում առկա ճգնաժամից դուրս գալու միակ ելքը ընդդիմության համախմբված եւ միասնական գործողություններն են։ Հանրահավաքային ալիքի միջոցով ներառյալ հանրահավաքները մարզերում ուղղված ստեղծելու մի այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի ճնշման ներքո սահուն իշխանափոխություն տեղի ունենա եւ ձևավորվի այնպիսի իշխանություն, որն ի վիճակի կլինի պատասխաններ գտնել այն մարտահրավերներին, որում Հայաստանը հայտնվել է։ Բնական է, որ ժողովուրդը եռյակի առաջնորդների հանդիպումից հենց այդպիսի վճիռ է ակնկալում եւ իմ ունեցած տեղեկությամբ եռյակի բոլոր ուժերն էլ հենց նման մոտեցումներ ունեն։ Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձություններին Գյումրու ողբերգությանը, փոքր ձեռնարկատերերի ընդվզմանն ու ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին է անդրադարձել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ հակառաջնորդի հռչակագիրը բազմաթիվ թերություններ ունի։ Օրինակ, Թուրքիային ներկայացնում է վերջնագիր առանց հստակեցման, թե ինչ է սպասում հասցեատիրոջը վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում։ Առաջին նախագահի համոզմամբ Թուրքիան պարտադիր ճանաչելու է ցեղասպանությունը, բայց դա տեղի ունենալու ոչ թե վերջնագրի, այլ բարիդրացական հարաբերությունների հաստատելու հետևանքով։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ պահանջատիրության հարցը երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը։ Հակառաջնորդի համոզմամբ հրապարակ է հանվել քաղաքական առումով, եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի դիտարկումներին է անդրադարձել ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին բնականաբար կարևոր են եւ մտորելու տեղիք են տալիս, ասել է Օսկանյանը։ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը նշել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հռչակագրում տեղ գտած դրույթների մասին անմիջականորեն առնչվում են հայ ժողովրդի գաղափարական ընկալման Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Այստեղ կա մի շատ ավելի խոր խնդիր, որը վերաբերում է հռչակագրի եւ դեռևս Հայաստանի Հանրապետության ստորագրությունը կրող ու հայոց խորհրդարանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների միջև առկա հակասությանը։ Շատերը համոզված էին, որ հռչակագրի հրապարակմանը զուգահեռ ոչ միայն խորհրդարանից հետ կկանչվեին արձանագրությունները, այլև դրանցից ընդհանրապես հետ կվերցվեին Հայաստանի ստորագրությունները։ Այդ երկու փաստաթղթերի միջև առկա հակասությունները մեղմ ասած թույլատնում են հռչակագրում տեղ գտած հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցերի հաստատումը, անկախ նրանից թե ինչ կարծիք են հռչակագրում դրանք բարձրացնելու նպատակահարմարության մասին։ Ըստ Օսկանյանի, եթե հայ-թուրքական արձանագրությունները վավերացնեին երկու երկրների խորհրդարանները, միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք ստանալու են իրավական լրջագույն արժեք, ձեռք բերելով պայմանագրի կշիռ։ Մի կողմից Հայաստանը ուժի մեջ է թողնում արձանագրությունների պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին, նաեւ երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը դրույթները, մյուս կողմից հռչակագրում շեշտադրում է 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը եւ նշանակությունը հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում,
Նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած հայոց ցեղասպանությունը։ Այս դիլեման Հայաստանի իշխանության համար լուրջ մարտահրավեր է։ Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առևանգած եւ ծեծած անձանց, սակայն քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ եւ տուժող ճանաչված Արտակ Խաչատրյանը։ Պարզվել է, որ փետրվարի 7-ին Արտակ Խաչատրյանը եւ իր ընկերը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով կայանել են Տոլստոյի փողոցում։ Այդ պահին արագ նրանց է մոտեցել Toyota Corolla մակնիշի սև ավտոմեքենա, որից իջել է դիմակավորված սև համազգեստով խոշորամարմին 3 տղամարդ։ Նախնական տվյալով նրանց մոտ եղել է նաեւ հրազեն։ Նրանք Խաչատրյանին նստեցրել են ավտոմեքենան եւ արագ ընթացել Նարդոսի փողոցի ուղղությամբ։ Արտակ Խաչատրյանին առևանգելուց հետո մի քանի ժամ ծեծել են, որից հետո նրան բաց են թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ նա ինքնուրույն հասել է իրենց բակ։ Դեպքի օրը տուժողի մոտ եղել է 2 հեռախոս, որոնցից մեկը հայտնաբերվել է Metax Gold կոչվող շենքի մոտակայքում։ Ըստ ականատեսի հեռախոսը դուրս է նետվել Toyota մակնիշի սև ավտոմեքենայից։ Երկրորդ հեռախոսը հայտնաբերվել է Խաղաղդոնի փողոցում։ Պարզվել են հեռախոսները սև մեքենայից նետել նկատած քաղաքացիների ինքնությունը, որոնք հարցաքննվել են։ Հանձնարարություն են տրել ոստիկանությանը պարզելու Toyota Corolla մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, հնարավոր տեսագրությունները հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու համար։ Ինչքան էլ իշխանությունը փորձում է իրեն հեռու պահել վերջին ամիսներին տեղի ունեցած բռնություններից, միևնույն է, չի ստացվում, անմիջական կապ կա։ Ասել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի եւ Սամվել Եղեզարյանի պարագայում գիտեին, թե ով է կատարել այդ գործողությունը, բայց ոչ ոք չպատժվեց։ Պատգամավոր Արամ Մանուկյանի դեպքում նույնպես պարզվել է, թե ով է ծեծել, բայց նա նույնիսկ մի ժամ չի մնացել անազատության մեջ։ Ինչ վերաբերում է կասեցում շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծելու դեպքին, ապա ըստ Արմեն Մարտիրոսյանի ակնհայտ է, որ կա մի խումբ, որ գործում է շատ ազատ եւ ակնհայտ է, որ նրանք գործում են իշխանության հովանու ներքո։ Կասեցում շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգեցին ու ծեծեցին փետրվարի 7-ին։ Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել մեղավորներին։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ եւ տուժող ճանաչված Արտակ Խաչատրյանը։ Պարզվել է դեպքի մանրամասներ, սակայն դեռ բացահայտման մասին չեն խոսում։ Հայաստանում յուրաքանչյուր մարդու, այսպես ասեմ, շարժել չեմ խոսում Երևանում։ Ուղղակի ֆիքսված է այնքան կամերաներ եւ տարատեսակ տեխնիկական միջոցներ են ներդրված Երևանում։ Դրա համար ինձ համար ակնհայտ է, որ իշխանությունների պատասխանատվություն այս հարցում կա եւ ցավում եմ նաեւ իրենց մասնակցությունը կա այս հարցում։ Ոմանց գնահատականով իշա Արտակ Խաչատրյանի բուրըն արձագանքը շոու է հիշեցնում։ Արմեն Մարտիրոսյանն ընդունում է, որ բողոքի ալիքը ավելի մեծ էր, սակայն այդտեղ կասկածելի կամ վատ բան չկա։ Պարսավելի երևույթ չեմ նկատում։ Մեր կենցաղում էլ, եթե մենք ունենք շատ մեծ բարեկամություն, ընկերական շրջապատ եւ այլ, եթե մեզ այդ ինչ-որ մի դեպք կատարում է, արձագանքը ավելի մեծ է լինում, ավելի շատ մարդ է ցավակցում, մասնակից լինում դրան։ Արմեն Մարտիրոսյանը տրամաբանությունից զուրկ է համարում շահարկումը, թե ոչ իշխանական ուժերի պայքարը իշխանության իմիտացիա է։ Այսօր քաղաքական դաշտում երյակից բացի չկա այլ խոշոր քաղաքական ուժ, որ պայքարում է իշխանության դեմ։ Հակառակը, իշխանությունն այսօր փորձում է կեղծ ընդդիմադիր շրջանակներին աշխատեցնել երյակի դեմ։ Բանախոսի կարծիքն է։ Հույս ունեմ, որ ամսի 15-ին առաջնորդների սպասվող հանդիպմանը կընդունվեն այնպիսի որոշումներ, որի արդյունքում մենք կարճ ժամանակահատված հետո կլինենք արտահերթ ընտրությունների գործընթացում, որովհետև ես համենայն դեպս որպես Հայաստանի քաղաքացի միայն այդ դեպքում եմ տեսնում, որ Հայաստանում կարող են դրական փոփոխություններ լինել։ Արմեն Մարտիրոսյանը նաև նշում է, որ չի կարելի իշխանափոխության համար օգտագործել ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ Ասում է, մեզ մոտ այնքան շատ են իշխանափոխության հիմքերը, որ որևէ տարելից օգտագործելն իմաստ չունի։ Արմինե Ավետիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Գյումրու սպանդ ռազմական ինստիտուտի սպանություն կասեցում քաղաքացիական շարժման անդամ Արտակ Խաչատրյանի առևանգում։ Աշոտ Բլեյանն անդրադարձել է տարեսկզբին հասարակությանը ցնցած իրադարձություններին։ Իշխանության ոչ համարժեք արձագանքը կոտրում է հասարակության վստահությունը, ասել է Աշոտ Բլեյանը։ Սրա ազդեցությունը ընտանիքի սովորական մարդու, որ նստած է երկիրը երկիր չի, գնալ է պետք, ուրեմն բոլորը ազդում է այդ ամեն ինչի վրա։ Աշոտ Բլեյանը հասարակության վրա տարեսկզբի դեպքերի ազդեցության մասին է խոսում։ Գյումրու սպանդ, ռազմական ինստիտուտի սպանություն, կասեցում քաղաքացիական շարժման անդամ Արտակ Խաչատրյանի առևանգում։ Մեկը մյուսի հետևից պատահած դեպքերը ցնցեցին հասարակությանը։ Հիասթափությունն սկսվեց իշխանության ոչ համարժեք արձագանքից։ Իմ տղային, իմ եղբորը, ինձ, առևանգել են
կարող էին սպանել օրը ցերեկով։ Արտակ Խաչատրյանի հետ պատահածը Աշոտ Բլեյանը չի մարսում։ Ոչ այն պատճառով, որ Արտակ Խաչատրյանը Բլեյանի կրթահամալիրի շրջանավարտ է։ Արտակին որպես Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացի է դիտարկում։ Կարևոր էր, որ Արտակը չընկրկեց, կարևոր որակները մարդկային, գործ չի պահեց, պահում է եւ կարծում եմ այդ լրջությունը, այդ հասունությունը, ի օգուտ մեր հասարակությանը։ Տարեսկզբին պատահած դեպքերը դեռ չեն բացահայտվել։ Հասարակական վերահսկողությունն է թույլ, կարծում է Աշոտ Բլեյանը։ Երբ որ հասարակության առաջ պատասխանատու չեն յուրաքանչյուր դեպքում, դա արդեն հանրապետություն չի, դա ուրիշ բան է։ Լուսինե Մուրադյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Սուպերմարկետից 2 քաղցրաբլիթ գողացած քաղաքացուն ոստիկանությունը ստորագրության բաց է թողել։ Ինտերնետը լցվել է մեկնաբանություններով, նրանց ոչ թե քաղաքացու, այլ ոստիկանների պահվածքն է զարմացրել։ Օգտատերերը գրում են, որ ոստիկանությունն այդքան օպերատիվ չի հաջողվում գտնել ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգած եւ ծեծած անձանց։ Ոստիկանությունն էլ պարզաբանել է, թե ճանապարհային ոստիկաններն իրենց գործերն են արել։ Առավոտյան հրապարակվեց տեսանյութ, որը վերնագրված է։ Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնեցին գողին։ Գող ասածը մի մարդ էր, որը սուպերմարկետից 2 քաղցրաբլիթ էր գողացել։ Ոստիկանությունը մեկնաբանեց կատարվածը արտառոց ոչինչ չի եղել, իսկ ոստիկաններն իրենց գործն են արել։ Ոստիկանի խնդիրը հանցագործությունը կանխարգելելն ու բացահայտելն է։ Տվյալ դեպքում ոստիկանը կատարել է իր գործառույթից բխող գործողություն եւ հստակ է կատարել։ Տեսնելով, որ խանութի աշխատակիցը բղավելով հետապնդում է ինչ-որ մեկին, բռնել է ու բերման ենթարկել, չաներ, ձևացներ, թե ոչինչ չի պատահել ու գնար իր ճանապարհով, ճանապարհային ոստիկանն այդ պահին ինչպես կռահեր հետապնդվողը քաղցրավենիք էր վերցրել, թե մարմնական վնասվածք հասցրել ինչ-որ մեկին։ Իսկ ինչ վերաբերում է գողացվածի ծավալին ու տեսակին, դա ոչ թե հանցագործությունը կասեցնող ոստիկանի, այլ քննության մարմնի խնդիրն է։ Մի քանի ժամ անց տեսանյութը ջնջեցին, սակայն սոցիալական ցանցի օգտատերերը հասցրել էին դիտել ու մեկնաբանել Պեչենի հատուկ ուժային գործողությունը։ Անձեն աչքով էլ երևում է, որ քաղցից յուծված մարդ է, աչքերը սովից ու վախից դուրս են թափվում, ամաչում է։ Ես չեմ ասում չբռնեիք, բռնեիք, նախատեիք ու մի տուփ Պեչենի գնեիք, տայիք նրան, թող տաներ ուտեր ու կշտանար։ Զազրելի էր տեսնել տարածվող կադրերը։ Տղամարդու տեսքից հասկանալի էր, որ լավ օրից չի գնացել այդ քայլին։ Իսկ ինչ են անում այդ ոստիկանները եւ համակարգը ընդհանրապես, երբ թալանվում են պետական միջոցները։ Խնդրում եմ իմ անունից տեղեկացնել, որ ես պատրաստ եմ վճարել ոչ թե 1 հատ, այլ մի ամբողջ մեծ արկղ թխվածքաբլիթի Պեչենու համար, որպես վնասի փոխհատուցում։ Միայն դիմումը խեղճ մարդու նկատմամբ ոստիկանությունից հետ վերցնի։ Այդ մարդը հաստատ լավ օրից չի գնացել այդ քայլին։ Գուցե տանը երեխա է ունեցել, գուցե ծանր ծայրահեղ պայմաններում է ապրում, գուցե իսկապես սոված է եղել։ Արամ Արարատյան, Էպիկենտրոն։ Ոստիկանները բռնի ուժ են կիրառել նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ, ինչու նոյեմբերի 27-ին նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայր։ Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկաններից սկսել են հրել ծնողներին։ Ոստիկանները բռնել են 2007 թվականին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր Գոհար Սարգսյանի ոտքերից ու ձեռքերից եւ քարշ տալով տեղափոխել են դիմացի մայր։ Գոհար Սարգսյանի ամուսինը Սուրեն Օհանջանյանը պարտկել է գետնին։ Ոստիկանների բռնության հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Մասնակիցները շտապօգնության մեքենա են կանչել։ Դեպքի վայր են ժամանել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամները։ Եկալ ոտներից տարեք վաղ։
Երեք մայթ։ Բայ մայթ բարձացրի։ Արտերի շուկա։ Այքո։ Դադո։ Este պահանջը դրվում է որ դուզ մայթ։ Ոտից բռնենք դիքին գոարի հանենք մայթ։ Որքան փող ունի ամենայն հայոց կաթողիկոս անձնական հաշվեհամար ունի արդյոք։ Այդ հարցերը հատկապես ակտուալ են դարձել հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տարածած նյութից հետո։ Օրերս գաղտնազերծվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շվեյցարական հաշվեհամարը։ Դրան հաջորդած արձագանքների ու պարզաբանումների մասին տեսանյութում։ Գարեգին Բ-ի անունը HSBC բանկի հաճախորդների ցուցակում առաջին անգամ հայտնվեց 2000 թվականին։ 15 տարի անց բանկի հետ առնչության անդրադարձել է հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը։ Ըստ այդմ շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարի արտահոս գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը, ցուցակում զբաղեցնելով 146-րդ հորիզոնականը։ Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է $1,100,000-ով։ 1 միլիոնը անձեռնմխելի գումար է և 100,000-ը մնացյալ այն շահույթներն են, որ գոյացել են այդ գումարից։ Երբևէ այդ անձեռնմխելի գումարը չի կարող օգտագործվել որևէ նպատակով, այլ միայն այն շահույթը, որը գոյանում է այդ գումարից, ըստ բարերարի նախանշած բարեգործական նպատակների, ինչ որ պարբերականությամբ օգտագործում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից։ Թե ով է բարերարը, այդպես էլ մնում է անհայտ։ Փոխարենը Տեր Վահրամը ներկայացնում է հաշվեհամարի բացման պատմությունը, ավելի վաղ արձագանքած լինելով նաև հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին։ Հաշվեհամարի բացումը սկսվել է Վազգեն Առաջինի օրոք, ընդ որում պարտադիր պայման է, որպեսզի բանկային հաշվեհամարից երբևէ օգտվել կարողանա նաև մի երկրորդ անձնավորություն։ Այդ անձը առ այսօր Փառկասո ողջ է, առողջ է, եւ այդ անձը եղել է Շիրակի թեմի նախկին առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը, ով եւ Վազգեն Առաջին հայրապետի մահվանից հետո բոլոր անհրաժեշտ իրավական ձևակերպումներով հաջորդ իրավահաջորդ ներկայացրեց բանկին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինին։ Վազգեն Վեհապարը անգամ միաժամանակյա Նարեկ Սրբազանի հետ ինքնաթիռով չէր ճամփորդում, որպեսզի որևէ կերպ այդ հարցը չվտանգվի։ Ինչպես տեղեկացնում է Տեր Վահրամը, Վազգեն Առաջինի ժամանակ հնարավոր չէր հաշվեհամար բացել եկեղեցու անունով։ Այդ պատճառով էլ հաշիվը բացվել է կաթողիկոսի անունով եւ նրա մահից հետո փոխանցվել է իրավահաջորդներին։ Ես իրավասու չեմ եւ կարծում եմ դա պատշաճել չէ որևէ գումար հրապարակելը, թե որքան գումար կա այդ հիմնադրամներում։ Այդպես էլ չենք իմանում, թե եկեղեցին ընդհանուր առմամբ որքան գումար ունի 3 հաշվեհամարի վրա։ Եթե լրագրողը հայ առաքելական եկեղեցու հետևորդ, թե կարող է պաշտոնապես հարցում անել, ու եթե զգան, որ պարտավոր են, գումարի մասին տեղեկություն կտրամադրեն, ասում է Մայրաթորի տեղեկատվական կենտրոնի ղեկավարը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարագային բոլոր այդ հաշվետվությունները կանոնավոր ներկայացում են Գերագույն հոգևոր խորհրդին։ Այդ սկանդալը ստեղծվել է արհեստականորեն, այդտեղ որևէ սկանդալի հարց չկա։ Ըստ գաղտնազերծված տվյալների Շվեյցարիայի HSBC բանկը օգնում է հարկերից խուսափողներին։ Տեղեկատվությունը տարածվեց բանկային նախկին աշխատակցի կողմից գողացված եւ հանրահռչակված տվյալների հիման վրա։ Անտեղի փորձ է արվել սկանդալի վերածել այս պատմությունն, ասում է Մայրաթորի ներկայացուցիչը, իսկ լրագրողները շարունակում են հաշվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հաշիվները։ Ինչու նաև մյուսների առնչությամբ այսպիսի աղմուկ չի բարձրացել, որովհետև բոլոր այս կարգի խնդիրները ժամանակին քննարկվել են եւ հայտնվել են ֆինանսական դիտարկումների, ստորաբաժանումների ուսումնասիրության ներքո։ Երևի տեղյակ եք, որ բոլոր կենտրոնական բանկեր ունեն ֆինանսական դիտարկումների ստորաբաժանումներ, կան նաև միջազգային կառույց, Egmont կառույցը, որ այս բոլոր դիտարկումների միության հիման վրա է ստեղծվել դեռևս 95 թվականին, այսինքն այս հարցերը քննարկվել են ժամանակին։ Ոչնչից մեծ աղմուկ է առաջացել պարզապես։ Եվ ինձ համար նույնիսկ ինչ որտեղ որպես հայ մարդ, որպես քրիստոնյա մարդ, ինձ համար անգամ վիրավորական է, որ այդ հարցը այսպես հրատապություն եւ հասարակական հնչեղություն ձեռք բերեց։ Որտեւ կրկնում եմ, ոչ մի արտառոց բան ես այդտեղ չեմ տեսնում։ Պատրաստվում է Մայրաթորը դատի տալ բանկին, թե ոչ առայժմ անհայտ է։ Քրիստինե Սուքեսյան, Նաիրա Պողոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Երեկոյան Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու վիրավորվել է զինծառայող լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը։ Զինծառայողը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով։ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում Տիգրան Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայեկիցներին։
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը բողոքել է Հայաստանի ցածր կենսամակարդակից եւ ցանկանում է Ադրբեջանի քաղաքացի դառնալ։ Ադրբեջանական կողմի տարածած տեղեկության վերաբերյալ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանն ասել է. Ադրբեջանից այլ բան չէինք էլ սպասում, նրանք ոնց կարող են թողնել, որ Արսեն Բաղդասարյանը կամավոր վերադառնա հայրենիք, երբ Արսեն Բաղդասարյանին ներկայացրել են որպես դիվերսանտ, եթե փորձ նայենք, դրանք քանի հոգու են թույլ տվել, որ կամավոր վերադառնա Հայաստան։ Արցախցիների մեծ մասը տարակուսած է եւ ըմբռնումով չի մոտենում Բերձորի դեպքերին, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից նոր վերադարձած քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Նա ինքն էլ խորըմբռնումով է մոտենում ավտոերթի կազմակերպիչներին, բայց ոչ համակրանքով։ Քաղաքագետի համոզմամբ առանց հիմնավորման պետք չէր Արցախ գնալ։ Արցախը խրամատ է, այնտեղ կոչերով չեն գնում։ Արցախն այն տեղը չէ, ուր կարելի է բանավեճեր սարքել, հայտարարել է քաղաքագետը։ Եվ շարքային Արցախցին եւ պետական այրերը, որոնց հետ ես նույնիսկ պատահաբար եմ հանդիպել, ափսոսանքով են նշում, որ կատարվածը, գիտեք, այսպիսի մի բան կա, ես հիմա կանդրադառնամ այդ հարցին, այդպիսի հուզական ալիքի վրա ամեն ինչ կարող է պատահել։ Երբ չկա իրադրության գիտակցումը, խորը գիտակցումը, երկուստեք կարող են սխալներ թույլ տալ։ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի պահվածքի պատճառով ինքնարդյուրի անձնակազմի հրամանատարը որոշել է հարկադրվայրեջ կատարել Վոլգոգրադում։ Պարզվել է ուղևորի ինքնությունը, նա 36-ամյա Նիդերլանդների թագավորության քաղաքացի Ռոննի Պետրուշ Ջոզեֆինյանն է, որը տրանզիտով թռչում էր Ամստերդամ։ Հոլանդացին պատմել է, որ Նիդերլանդների հատուկ ծառայության գաղտնի գործակալ է։ Պարզվել է նաև Ռոննիի երթուղին, որը բավականին բարդ է եւ խճճված։ Սկզբում հոլանդացին Ամստերդամից Բուլղարիայով եւ Թուրքիայով տրանզիտ հասել է Հայաստան։ Երևանից Ռոննին գնացել է Վրաստան, հետո վերադարձել Երևան։ Հայաստանի մայրաքաղաքում որոշ ժամանակ անցկացնելուց հետո հոլանդացին մեկնել է Սիրիա եւ կրկին վերադարձել Երևան։ Այնուհետև Ռոննին թողել է մեքենան Հայաստանում եւ գնել տոմս դեպի Նիդերլանդներ։ Չվերթը տրանզիտային էր եւ նա պետք է թռչեր Մոսկվայով։ Թռիչքի ժամանակ էլ տեղի ունեցել միջադեպ, որից հետո հոլանդացուն ձերբակալել են։ Ռոննին պարզաբանել է, որ ինքնաթիռում թվացել է, որ նրան վտանգ է սպառնում եւ նա օգնություն է խնդրել։ Երբ տղամարդը հարվածել է օդանավությունների խցիկի դռանը, անձնակազմը որոշում է կայացրել վայրեջ կատարել Վոլգոգրադում։ Օդանավակայանում կատարված բուժզնությունը հոլանդացու արյա մեջ չի հայտնաբերել ալկոհոլ եւ թմրամիջոցներ։ Արգելված ապրանք նրա մոտ նույնպես չի եղել։ Ռոննի Պետրուսը չունի Ռուսաստանում գտնվելու թույլտվություն եւ այժմ գտնվում է Վոլգոգրադի օդանավակայանի տրանզիտային գոտում։ Միջազգային լուրերը ներկայացնում է Ֆրիդա Ղազարյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման ամերիկյան կողմի նախաձեռնությամբ քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքի վիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայի ճգնաժամային գոտու վիճակին, շեշտադրում անելով ռուսական վերջին առաջարկներին, որոնք քննարկվելու են փետրվարի 11-ին Մինսկում անցկացվելիք հանդիպմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը նոր օրինագիծ է պատրաստել, որը նախատեսում է ռազմական օգնություն Ուկրաինային, այդ թվում զենք մատակարարելը։ Կիևին առաջարկում է ռազմական օգնություն տրամադրել, ինչը կներառեր զենքի ու տեխնիկայի մատակարարում, նաև ուսումնական ծրագրերի կազմակերպում։ Այդ քայլերի համար նախատեսված ծախսը կազմելու է $1 միլիարդ։ Անցյալ տարի Միացյալ Նահանգների կոնգրեսն արդեն պատրաստել էր Ուկրաինայի ազատությանն աջակցելու մասին օրենքը, որը մասնավորապես առաջարկում էր մասշտաբային պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ ու ռազմական օգնություն Կիևին։ Իսլամական պետություն եւ այլ ահաբեկչական խմբավորումների շարքերում Սիրիայի եւ Իրաքի տարածքներում 20,000 օտարերկրացի է կռվում, այդ թվում արևմուտքի երկրների ավելի քան 3,000 ներկայացուցիչ։ Ամերիկյան հետախուզության համաձայն Սիրիա հասնել է փորձել մոտ 150 Միացյալ Նահանգների քաղաքացի, նրանց մի մասը ձերբակալվել է հակամարտության գոտի հասնելու ճանապարհին, իսկ մյուս մասը սպանվել է մարտերի ընթացքում։ Միևնույն ժամանակ ամերիկացիներից ոմանք դեռ կռվում են իսլամիստների շարքերում։ Վաշինգտոնը զգուշացնում է, որ այդ զինյալների մի մասը կվերադառնա հայրենիք Եվրոպա կամ Ամերիկա ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Մեծ քսանյակի ֆինանսների նախարարները հանդիպել են Թուրքիայում քննարկելու գլոբալ տնտեսությունը խթանելու միջոցառումները։ Հիմնական դժվարությունը երկրների տնտեսական աճի տեմպի տարբերությունն է։ Ստամբուլում անցկացվող մեծ քսանյակի հանդիպման գլխավոր վտանգը Սիրիան է, թեև խորհրդաժողովի մասնակիցների համար գլխացավանք են նաև Հունաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ընդ որում եվրոպացի առաջնորդները ուրախանալու առիթ էլ ունեն։ Եվրամիությունում դրական տնտեսական նորություններ կան։ Վերջին 4 տարում Եվրոպայում տնտեսական աճը դրական է։ Ֆրիդա Ղազարյան, Էպիկենտրոն։
Երևանի Ծովակալ Իսակովի անվան 132-րդ դպրոցի 5-րդ դասարաններից մեկը լուծարման վտանգի առաջ է։ 5-ի 4-րդ դասարանի մի քանի ծնող մտահոգված լինելով խնդրով նամակ են գրել Երևանի քաղաքապետին ու կրթության և գիտության նախարարին, խնդրելով գոնե մինչև տարեվերջ հետաձգել որոշումը։ Ինչու է լուծարվում դասարանը և ինչու են ծնողները խնդրում 1 կիսամյակով հետաձգել լուծարումը ներկայացվող տեսանյութում։ Նամակ քաղաքապետին և կրթության գիտության նախարարին։ Հեղինակը 132-րդ դպրոցի 5-ի 4 դասարանի ծնողներն են։ Աշակերտների թվի պակասի պատճառով փետրվարի 5-ին որոշվել է դպրոցի 5-րդ դասարաններից մեկը լուծարել, աշակերտներին բաշխել մյուս 3 դասարանների միջև։ Ծնողները դեմ են լուծարմանը։ Նախարարություն և քաղաքապետարան ենք դիմել, որպիսի պարզաբանում ստանանք, ինչու տարվա կեսին առաջացավ այդ խնդիրը և ինչու երեխաները չեն կարող մինչև տարվա վերջ նույն դասարանում սովորել, քանի որ երեխաների համար մեծ ստրես է տարվա կեսից դասարան փոխելը։ Երեխաները տանը լացում են, շոկի մեջ են, չեն ցանկանում այլ դասարաններում սովորել։ Քանի որ օրենքը ինձնից պահանջում է լուծարել դասարանը, ես պետք է լուծարեի դասարանը։ Ծնողների ու աշակերտների մտահոգությունը տնօրենը հասկանում է, ասում է իրեն էլ պետք է հասկանա։ Օրենքով է առաջնորդվում։ Ըստ կարգի հիմնական դպրոցում դասարանի միջին խտությունը պետք է լինի 25-ից 30, առավելագույնը 35 աշակերտ։ Դպրոցի բոլոր 5-րդ դասարաններում միասին 100-ից քիչ աշակերտ կա։ Ունենք 11 աշակերտի պակաս, հունվարի 1-ի դրությամբ։ Դասարանը լուծարելու հաջորդ օրն ամբողջ դասարանը մեկ մարդու պես դասի չի եկել։ Տնօրենի որոշումը չի ուշացել։ Աշակերտների եւ ծնողների մտահոգությանն ընդառաջ գնալով դիմել է քաղաքապետին լուծարումը 1 կիսամյակով հետաձգելու համար։ Քաղաքապետարանն ընդառաջել է մի պայմանով՝ դասարանը պետք է պահվի դպրոցի միջոցների հաշվին։ Թույլ տրվեց դասարանը որպես միավոր պահպանվել, բայց մինչև ուսումնական տարվա ավարտը, եթե դասարանի խտությունը շարունակի պակաս մնալ, սեպտեմբերի 1-ին արդեն ես կունենամ ոչ թե 4-5-րդ դասարան, այլ 3-5-րդ դասարան։ Հարցազրույցի ժամանակ դասերն ավարտվել էին, բայց տնօրենը հավաստիացնում է 5-ի 4 դասարանը կազմ պատրաստ դասի էր եկել, 2 բացակա կար։ Ծնողներն ու աշակերտները 1 կիսամյակում կհասցնեն հոգեբանորեն պատրաստվել դասարանի լուծարմանը, իսկ 5-ի 4-ի զուգահեռ դասարանների աշակերտները դեմ չեն միանալուն։ Ոնց որ առաջի դասարանից իրար հետ լինենք, այդտենց կարանք ընդունենք։ Մեր դասարան որ մարդ է գալի, մենք շատ լավ ընդունում ենք։ Օրինակ 4 դասարանից մի հատ երեխա եկավ, մենք իրեն շատ լավ ընդունեցինք, հիմա ոնց որ մեր առաջի դասարանից մեր հետ լինի։ Լուսինե Մուրադյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Վանքեցիների տասնամյակների երազանքն իրականանում է ջրի խնդրի մասին գյուղում շուտով անցյալ ժամանակով են խոսելու։ Խաչեն գետի ձախափին հուսով եմ, որ այդպիսով գոնե այս տարի հաջողություն կունենան նաև հողագործությունից, իսկ դրա համար ռոռոկման ջուրը առաջին նախապայմանն է։ Վանք գյուղը մոտ 400 տնտեսություն և 1667 բնակիչ ունի։ Արցախի գյուղերի մասշտաբով այն մեծ համայնք է համարվում։ Գանձասարիվանական համալիրի հետ հարևանությունն ու ժամանակակից շինությունները գյուղը զբոսաշրջային կենտրոն են դարձրել, իսկ ահաներքին ջրացանցի խնդիրը տասնամյակների պատմություն ունի։ 63 տարեկան մարդ եմ, որ աշկս բացալում ես գյուղի պրոբլեմից ջուր այլն։ Հիմա փառք Աստծո, հեսա ջրերը նորմալացնում են, հույս ունենք, որ ջուր կլինի։ Յուրաքանչյուր մի վանքեցու երազանքն է, որ ուրեմն իր ընտանիքն ջրածորան ունենա եւ ուրեմն ապահով լինի։ Գյուղի ջրացանցը 50-ական թվականներին է կառուցվել, այն վերանորոգելն անիմաստ էր։ Պետական ծրագրով վանքում նոր ջրացանց է կառուցվում, 130 տներում հասցրել են նաև հաշվիչներ տեղադրել։ Աշխատանքը սկսել ենք հոկտեմբերի սկզբներին, եթե եղանակները նորմալ լինի, երկու ամսից կավարտի։ Շինարարությունն իրականացնում են վանքի բնակիչները, թեկուզ ժամանակավոր, բայց 12 աշխատատեղը քիչ չէ, մանավանդ ձմռանը, երբ գյուղացին պարապ է, իսկ մշտական ջուր ունենալու դեպքում պարապության ժամերը կկրճատվեն, անասնապահության հետ եկամուտ են ակնկալում նաև հողագործությունից։ Ինչ ուրախություն է վանքեցիների համար, որ 2 ամսից հետո վանքեցիների բոլորի ընտանիքներում ջուր կլինի խմելու ջուր, որ ամեն մեկը իրեն բակում, իրեն այդ ծորակը որ բացի, ջուր կհոսի։ Գոնե 63 տարեկանից հետո ջուր տեսնանք, ինչքան աշկս բացել եմ, ես գյուղի պրոբլեմը ջուր։ Հիմա աշխատանքներ ա գնում փառք Աստծո ջուր լինելով։ Գյուղատնտեսական մթերքներ իրացնելու խնդիր վանքը չունի։ Այստեղ հյուրերի ու զբոսաշրջիկների պակաս չեն զգում։ Աշնանն էլ Գանձասարտանող ճանապարհին գյուղատնտեսական շուկան է աշխուժանում։ Մարինե Մկրտչյան, Մերուժա Մարտիրոսյան, Էպիկենտրոն, Արցախ։
Այսօր 20-րդ դարի լավագույն մարզի կողակների արքա Ալբերտ Ազարյանը նշում է ծննդյան 86-րդ տարեդարձը։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնն անգամ ծննդյան օրն է անցկացնում մարմնամարզության մարզադպրոցում։ Երեխաների եւ սաների հետ Ալբերտ Ազարյանը շարունակում է ամեն առավոտ մարզվել, փորձը փոխանցելով մեր ապագա չեմպիոններին։ Մարմնամարզությունը Ալբերտ Ազարյանը համարում է իր երկարակեցության գաղտնիքը։ Վստահ է, եթե մի քանի օր չմարզվի, ապա կկորցնի երիտասարդական ավյունը։ Ազարյանական խաչի հեղինակը երազում է հայկական մարմնամարզությունը տեսնել նախկին բարձունքում։ Իր անվան մարզադպրոցում շատ լավ երեխաներ ունի եւ վստահ է, որ նրանք հասնելու են մեծ հաջողության։ Կենտրոն հեռուստաընկերությունը եւս միանում է շնորհավորանքներին Ալբերտ Ազարյանին մաղթելով քաջ առողջություն։ 58-ի, հիմա այսօր դարել եմ 68, այնպես որ 68-ը դա 10 տարով մի անգամից մեծանում եմ, գիտեք, չէ, 10 տարին քիչ չի։ Ես այնպես որ ուրախ եմ, ինձ այդ տարիքները պաշտպանում եմ միայն նա, որ ես մարմնամարզիկ եմ եղել ժամանակին։ Հիմա էլ անում եմ վարժություններ, որը որ ինձ պետք է, որտեղ եթե ես չանեմ, ուրեմն ես չեմ կարող ոտքի վրա կանգնել։ Անկախ ինձնից, ինձ ստիպում է մարմինս, որ ես այդ վարժությունները անեմ։ Այնպես որ ինձ թվում է, որ դրա նպատակն է, դրա բանն է, որ ես ինձ 68 տարեկան եմ զգում։ Մեր շատ սիրելի Գագիկ Ծառուկյանը իմ 81-ին ինձ նվիրեց մեքենա, որը որ ես ամբողջ կյանքում տեսբան չեմ ստացել։ Գագիկ Ստեփանյանի անվան 135-րդ հիմնական դպրոցում այսօր բացվել է Յուքոմ ընկերության նորոգած եւ կահավորված համակարգչային դասարանը։ 2014 թվականին մեկնարկած նախաձեռնության ընթացքում Յուքոմն արդեն 10 դասարան է բացում։ Նորոգված եւ ժամանակակից համակարգիչներով վերազինված դասարան ու արագ ինտերնետ։ Համակարգչային դասերը լիարժեք անցկացնելու համար Յուքոմ ընկերությունը շարունակում է մայրաքաղաքի դպրոցներում իրականացնել 2014 թվականին սկսած նախաձեռնությունը։ Մենք այս տեխնոլոգիաները իրականացնում ենք մեզ համար, մեր երկրի համար, ձեզ համար, որպեսզի ունենանք ավելի կրթված, ավելի բանիմաց, ավելի հստակ կանգնած սերունդ։ Հայկ Եսայանի խոսքով բանիմաց բոլոր ասպարեզներում մրցունակ սերունդ ունենալու համար անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած եւ համաշխարհային զարգացումներին համընթաց քայլող դպրոց։ Աշակերտները նույնպես կարևոր են համարում արագ ինտերնետն ու ժամանակակից համակարգիչը եւ շնորհակալություն են հայտնում Յուքոմ ընկերությանը օգտակար նախաձեռնության համար։ Արագ ինտերնետ պետք է նրա համար, որպեսզի ծրագրերը ավելի արագ բացի։ Շատ շնորհակալ ենք նման բաներով մեզ ապահովելու համար, բացի դրանից ինչա դուր է գալիս այս ինտերնետային կապը եւ մենք ինքներս էլ հենց օգտվում ենք։ Ինտերնետը ինձ անհրաժեշտ է, որ ես կարողանամ դուրերը նայել եւ տեղեկացված լինել Հայաստանի մասին։ Գեղեցիկ ինտերիերով վերանորոգված դասասենյակն ունի ժամանակակից կահավորում, 10 նոր համակարգիչ, 20 մեգաբիտ վայրկյանում արագությամբ ինտերնետ, ինչը հնարավորություն կտա աշակերտներին հնարավորինս արագ գտնել պահանջված տեղեկությունը։ Կրթական համակարգում մեր մոտ մշտապես եղել են ներդրումներ։ Կարծում ենք այս լսարանները, որ մենք այսօր ստեղծում ենք, մի 10 տարի հետո մենք քաղենք այն երեխաներին, ովքեր օգտվել են այստեղից եւ լավ գիտելիքներով, ուսումով կունենանք մեր ընկերություններում եւ մեր պետության հիմքերում կանգնած։ Շատ գոհ ենք, դպրոցն էլ ունի 1130-ից ավել աշակերտներ, բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Յուքոմ ընկերությանը նման լավ միջոցառում, նման լավ ակցիա կազմակերպելու համար։ Յուքոմ ընկերության տնօրենը վստահեցնում է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու եւ համակարգչային դասասենյակներ են բացվելու մայրաքաղաքում եւ հանրապետության սահմանամերձ շրջաններում ու գյուղերում։ Արթուր Հակոբյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Ես եւ իմ գործընկերները այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Ցտեսություն։